Այս քննարկումը եթե չլիներ էլ, առաջորեն 2 օր առաջ, երբ որ հրապարակվեց Միացյալ Ազգերի կազմակերպության փորձագետների հարց ու պատասխանը կառավարության հետ սրբազան պայքարի ձերբակալվածների գործով, այսպես կոչված 18 արդարների, հենց միայն այն, որ այդ գործով, այդ աղմուկ հանած քննչական կոմիտեի կողմից ձայնային այդ մոնտաժները հրապարակելուց հետո, այդ ամբողջ հարահերոցից հետո հիմա բոլորը ազատության մեջ են եւ ազատազրկման հետ կապված որևիցե պատժամիջոց չի սպառնում իրանց եւ ել եմ ուզում ընդգծել Միացյալ Ազգերի կազմակերպության փորձագետների միայն գրագրությունը բավական էր, որ համարվի, որ պարզ դառնա, որ այդ գործը հնարով է եղել, փուչիկ է եղել, մոնտաժ է եղել եւ կատարվել է փաստացիորեն հանցանք, կանխամտածված մարդկանց վարկաբեկելու եւ հասարակությանը շփոթության մեջ գցելու։ Դրանից հետո պիտի այսօրվա քննչականի պետը առնվազն հրաժարական ներկայացներ, իսկ իշխանությունները կրեին քաղաքական պատասխանատվություն։ Հիմա նման իրավապահ համակարգ ունեցող երկրում, երբ որ կարող են ընտրություններից 1 տարի առաջ ընդդիմադիր հեղինակություն ունեցող Սրբազանին իր շրջապատով ձերբակալել, անունը դնել ահաբեկչական միավորում, ինչ է թե ընտրություններից առաջ նրանց մեկուսացնեն, խայտառակեն, պախարակեն, հետո մի տարի հետո պարզվի, որ առանձնապես ոչ մի հանցակազմ էլ չկար, այդ ամեն ինչը կցած կծմծած։ Հիմա այդ իրավապահ համակարգի պայմաններում իրավական տիրույթում որևիցե մեկի հանդեպ առաջադրված մեղադրանքը արդյոք կարող է լինել ողջամիտ։ Էլ չեմ էլ ուզում անդրադառնալ թե Թևանյանի, թե Արեքնազի, թե Ծառուկյանի գործերի իրավական այս կամ այն նրբությանը, այդ ամեն ինչը դնել, վերցնելը, ծամծմելը անիմաստ ժամավաճառություն է, ակնհայտ է, որ իրավապահ համակարգը դարձել է բութ գործիք օրվա իշխանությունների ձեռքում եւ որևիցե ողջամտություն, որևիցե իրավական դրվագ, որևիցե արժանահավատ գործ, որևիցե այսպիսի մի դրսևորում, որ ասես հայ տեսեք իրավապահները հիրավի տիտանական աշխատանք են կատարել, չկա նման բան, ընդհանրապես գործ ունենք իշխանությունների հետ, ովքեր պատրաստ են սեփական ընդդիմախոստերին լրացնելու ճանապարհին ամենալկտի ապօրինությունները կատարել եւ մարդկանց նաեւ փորձել ցեղ շպրտել եւ այլ։ Ուղղակի ցավալին այն է, որ երբ որ պետական քարոզչա մեքենայով, հատկապես հմեկով, այդ հաղորդագրությունները տարածում են, գնում են ամենայն խուլ գյուղերն են հասնում, որտեղ բոլորը չի որ այլընտրանքային ինտերնետային լրատվական միջոցներից են օգտվում, ստեղծվում է որոշակի տպավորություն, որ իբրև թե իրոք այսինչ մարդիկ կատարել են այսինչ իրավախախտումները կամ պատրաստվել են այսինչ վատ արարքներին, քրեորեն հետապնդելի, բայց անցնում է ժամանակ, դատարաններում այդ գործերը պայթում է, բայց նույն քարոզչամեքենան են 1 տարի առաջ այդ կեղծ լուրը մարսած մարդուն չի իրազեկում, որ գիտեք, այն որ մի տարի առաջ մենք ձեզ լուր էինք տվել, թե այսինչ մարդիկ սենց վատ բաներ են արել, իրականում դա սուտ է, դա կեղծիք, այդ լուրը չեն հասցնում տեղ։ Եվ շատերը, ովքեր չունեն այլ ընտրանքային լրատվամիջոցներ կամ շատ վերլուծական կարողություններ չունեն, դառնում են այդ քարոզչության զոհը եւ նաեւ հենց այդ մարդկանց հանդեպ առաջին հերթին դա հանցանք, երբ որ այդ մարդկանց դարձնում են կեղծիքի ու մանիպուլյացիայի զոհ, նրանց ստիպում են հավատալ այն բաների, որոնք իրականում գոյություն չունեն։ Եվ այդտեղ է, որ երկրի դիմադրողականությունը ընկնում է, եւ այդտեղ է, որ այդ պառակտումը, այդ նեգատիվը, այդ հասարակական անտագոնիզմը ներքին որ կա, հասնում է այնպիսի մասշտաբների, որից արդեն օգտվում է մեր երկրի այս կամ այն ոչ բարեկամ պետությունը։ Հետևաբար այս իշխանությունները մեր պետականության դեմ ուղղված գանգրենա են, այս իշխանությունները, չգիտեմ, չարորակ նորագոյացություն են եւ իրենց մետաստազները սփռել են բոլոր պետական կառույցներում եւ այս իշխանությունների դեմ պայքարը վաղուց այլևս դուրս է եկել քաղաքական պայքար հասկացությունից։ Սա պետությունը փրկելու, հայ ինքնությունը պահպանելու եւ առհասարակ Հայաստանի 3-րդ հանրապետությունը իր հռչակագրով փայփայելու խնդիր ունի, անկախ նրանից թե ով ինչ գնահատականներ ունի այդ ամենի հետ կապված։ Այնպես որ իրավական ցալքերը ես չէի ուզում անդրադառնալ, իրավական տիրույթում
ջախջախվում են քաղաքականով գնացին ակնհայտ կեղծիքի բարգավաճին դուրս թողեցին, դա եւս մի պետական հանցագործություն է, որի վերաբերյալ ԿՀ ամբողջ կազմի իշխանապահությունից հետո դինաստիա ցուցմունք տա, թե հետում հրահանվով արեցին։ Եվ առհասարակ այս մամլիչը, որ միացրել են, սա Անդրանիկ Թևանյանի նկատմամբ չի, Արեգ Նազի նկատմամբ չի, Ավետիք Չալաբյանի նկատմամբ չի, Ծառուկյանի նկատմամբ չի, դա յուրաքանչյուրի ցանկացած մեկս կարող են դառնալ դրա զոհը, եւ այնպես մի կարևոր դրվագ կա, որպեսզի մարդը ունենա մերժողական վերաբերմունք անարդարության, նենգության եւ չարության հանդեպ, պարտադիր չի, որ դա անպայման քո հանդեպ անեն, որ դու ըմբոստանաս։ Եթե տենում ես մեկ ուրիշի հանդեպ անում են անարդար ստոր նենգ բան, եթե դու ունես բարոյական արժեհամակարգ, ունես դաստիարակություն, ունես տարական իրավագիտակցություն, քո պարտքն է այդ ամեն ինչի ձայն բարձրացնելը։ Այդ առումով պիտի ասեմ, որ մենք հաստատակամ ենք եւ հուսով ենք, որ սեմ ժամկետներում թե Թևանյանը, թե Ծառուկյանը, թե Արեգնազը, թե Աշոտյանը բոլոր հայտնելու են ազատության մեջ, որովհետեւ այսպիսի դրվագ կա, ասում են, լուսաբացից առաջ ամենաթանձր խավարն է լինում, ամենամուգ, ասենք, որ հույս չկա, բայց միանգամից այնց հետո լուսաբաց է գալի, այնպես որ մենք շարունակելու ենք խավարը անիծելու փոխարեն մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառել։ Լինել աննկուն, աննահանջ, լինել զգայուն, չլինել անտարբեր, լինել հետևողական պայքարի մեջ, միկրոկլիմա ստեղծել, խոսել մարդկանց հետ, բացատրել, ամեն քայլափոխի, հարաբերվել, ամենակարևոր չնահանջել եւ զենքերը վայր չդնել։ Այս փուլում դա մեր նվազագույն անելիքն է, ինչպես նաեւ արդեն շատ ավելի զանգվածային կերպով քաղաքական հզոր հանրային հոսանքներով մարդկանց հասանելի դարձնել փոփոխությունների հրատապությունը, որը չի նվազել անգամից այս պարլամենտական ընտրությունների կոչված այս ֆարսի արդյունքում, եւ նույնն Հայաստանի առջև կանգնած գոյաբանական խնդիրները շարունակում են լինել արդիական եւ մենք պիտի ապավինենք ինքներս մեզ մեր փոխարեն ոչ ոք մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, մեր խնդիրները չի լուծելու, տա մեզ ասի վերցրեք վայելեք։ Յուրաքանչյուրս անելիք ունենք։